բարի օր, ընդամենը մի քանի վայրկյան սպասենք, մի փոքր մարդիկ մեզ միանան եւ շարունակենք մեր հրատապ եթերը։ Կարծում եմ արդեն պարզային չինա վերաբերվելու մեր եթերը։ Ցավոքի մեջով ոնց որ թե չեմ կարողանում կիսվեմ։ Հիմա փորձենք։ Լավ, ինչևէ։ Ժողովուրդ ջան, ես հիմա ճիշտն ասած մտել եմ եթեր։ Այս եթերը վերաբերում է Դավիթ Մինասյանի կալանքին եւ մի փոքր առաջ տեղեկացա վերջինիս փաստաբանից Լուսինե Մարտիրոսյանից, որ Դավիթ Մինասյանը Արմավիր քրեակատարողական հիմնարկ բառացի կարդամուտք չգործած գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց, շտապ օգնությունով Էջմիածնի հիվանդանոց։ Ես ճիշտն ասած ուզում եմ սրան անդրադառնամ ոչ միայն որպես իրավապաշտպան, այլ որպես կին, որպես մայր, որպես ծնող, որտեվ ինձ համար սա անթույլատրելի է եւ Տիկին Վարդապետյան հիմա դիմում եմ ձեզ եւ դիմում եմ բոլոր պատկան մարմիններին եւ մասնավորապես ինչ եմ ասում Տիկին Վարդապետյանին, որովհետեւ ընդամենը ուզում եմ հասկանամ, արդյոք Դավիթ Մինասյանը այնպիսի մի վտանգավոր հանցագործ է, որին պարտադիր էր տալ իրական կալանք, այսինքն տնային կալանք նույնիսկ չտալ, որ քանի որ Դավիթ Մինասյանի մայրը մի փոքր հետո կդնենք զրուցել էր եւ տեղեկացրել էր, իրազեկել էր հանրության նրա մասին, որ իր որդին ունի հիվանդություններ եւ Լուսինե Մարտիրոսյանը փաստաբանը ինձ տեղեկացրեց, որ վերջինիս հիվանդությունները կառավարության 825-ն որոշման ցանկում ներառված հիվանդություններից են, որոնք անհամատեղելի են կալանք կրելու հետ ըստ էության եւ ինչն էր խնդիրը, որպեսզի տնային կալանքը փոխարինվեր գոնե տնային կալանքով եւ այս պարագայում Տիկին Վարդապետյան ինչի եմ ձեզ դիմում, որ երբ որ մենք խոսում ենք ժողովրդավարության, ոչ խտրական արդարադատության մասին, ապա իմ մոտ հարց առաջանում ձեզ քննչական կոմիտեի ղեկավարին, պարոն Պողոսյանին, որ ինչպես է ստացվում, որ Ջոմարձյանը, որը հայտնի է, հա, բոլոր տարիներին Սևազգեստ մայրերից սկսած բոլորին քաշ տալով մենք ունենք, հա, դրա կադրերը, երևի թե խնդրենք այդ կադրերը ցույց տան ի վերջո, բոլոր տարիներին սա է իրենց գործելավոճը, ավելին ասեմ, դեռ 23 թվականից այս նույն սուբյեկտի, այս նույն չգիտեմ, նույնիսկ մարդկային որևէ հատկանիշով չեմ ուզում դիմեմ ես Ջոմարձյանին, վերջինս ինձ էլ էր ֆիզիկական ուժ կիրառել, իր ոհմակի հետ միասին քաշ տվել, քրեական վարույթը նախաձեռնվել է դեռ 23 թվին, այդ ոնց է ստացվում, որ այս քրեական վարույթով անմիջապես 18 տարեկան, այս էլ իմ կադրերն է, իհարկե զազրում եմ, նողկում եմ այս կադրերից, բայց ուղղակի համեմատական անցկացնելու համար ոնց է ստացվում, որ 18 տարին դեկտեմբերին լրացած, այսինքն 18 տարի 3 ամիս նորա մարդը չափ է ազդարել եւ այդ տղայի վերաբերյալ մի անգամից 2 ամիս կալանքի որոշում է կայացում, իսկ Ջոմարձյան, Աքսել, Բաքսելների վերաբերյալ 3 տարի է իբրև քննություն է իրականացվում, երբ որ ընդհանրապես ոչինչ չէի արել, բառ չէի ասել, ոհմակով հարձակվել էին ին վրա եւ քաշ տալով տարել ֆիզիկական ցավ, հիմա ֆիզիկական ուժ գործադրելով։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, նույնը արել եմ ոչ միայն իմ նկատմամբ, այլև մայրերի նկատմամբ, թե եռաբլուրում, թե նախագահականի դիմաց, թե ազգային ժողովի դիմաց, այսինքն քրոնիկ են արել, բայց այս մարդկանց նկատմամբ երբևէ որևէ դատարան կալանք չի կիրառել, որևէ քննչական մարմին կալանքի միջնորդություն չի ներկայացրել, այլ սենց, գիտեք ինչ, այն
չգիտեմ ինչ ինֆեկցիա են, սենց ինֆեկցիայի պես գնում է, երբ ասում են կատարվում է նախաքննություն։ Այդ ոնց եղավ, որ այս տղայի պարագայում նախաքննությունը ժամեր տևեց եւ միանգամից կալանքի որոշում է կայացնում դատարանը 18 տարի, 3 ամիս, այսինքն այս մարդը նոր է չափահաս դարել։ Արդյոք սա խտրական արդարադատություն չի։ Ես էլ եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, հարկատու։ Վարչապետն էլ է Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Մի քաղաքականացրեք, ես ընդհանրապես որևէ կուսակցությունից չեմ, ոչ մեկին չեմ ես պաշտպանում, ընդհանրապես կուսակցությունները իմ վրա ազդում են եւ նողկում եմ։ Եվ այսօր արդյոք դրա մասին է պետք խոսալ, քան թե նրա մասին, որ այս տղան, այս երեխան ունի առողջական խնդիր եւ մայրը իրազեկել է դրա մասին, խնդրում եմ Տիկին Գայանեի ելույթ խոսացածը դրեք, հա։ Ինքը ընդ որում բժիշկ։ Ոգ եմ տանում տարբեր խնդիրներ ունեն։ Ես խնդրում եմ ուղղակի անաչառ քննություն արվի, բայց ինձ որպես մայր հնարավորություն տրվի։ Ես երեխուս տանը բոնե առողջությունը, կյանքը, ես չվտանգվի հանկարծ։ Գիտեք ինչ անտարբեր չի կարելի լսել մոր ճիչը, օգնության ճիչը, մոր օգնության կանչը։ Ես հիմա չեմ կարողանում հասկանամ Տիկին Վարդապետյան, Դավիթը տենց վտանգավոր հանցագործ է, հանցագործներին թողել եք դուրսը, նորից եմ ասում, շատ հստակ օրինակ եմ բերում, ինչի է Ջոմարձյանը չկալանավորված, տարիներ շարունակ, այսինքն շարունակական կատարած բռնությունների համար, իսկ այս տղան այս պահին կալանքի տակ է գտնվում, այս տղան ունի առողջական խնդիր, ոնց կարելի է նման առողջական խնդիրներ ունեցող երեխային, երբևէ այս մարդը չի արել այլ գործողություն, այլ բռնություն, որ ասեք, տեսեք, այս մարդը եթե դուրսը մնա, ինքը կարող է նորից բռնություն գործադրի, կամ վտանգավոր է, վտանգով լի է նրա դուրսը մնալը, բա դուք անհարմար չեք զգում, բա դուք ծնող չեք, դուք ընդհանրապես, ես չեմ հասկանում, սա գիտեք ոնց որ ցույց տակ, որ մի այլ կերպ եք ծառայում իշխանություններին, արդյոք իշխանություններին դուր է գալիս այս արջի ծառայությունը, ոնց կարելի է, ոնց։ Նիկոլ Փաշինյան, դուք էլ տղա ունեք եւ աղջիկներ ունեք, ոնց կարող եք դուք հիմա ինքներդ անտարբեր մնալ, որ 18 տարեկան տղային, որ ունի բազմաթիվ առողջական խնդիրներ եւ դրանք մտածածին չեն, մարդը գիտակցությունը կորցրել է Արմավիր քրեակատարողական հիմնարկի մուտքի մոտ։ Դուք մի հատ պատկերացրեք այդ մարդու ծնողի, այդ մարդու մոր վիճակը եւ ընդհանրապես այդ երեխայի վիճակը, արդյոք նրա տեղն է այնտեղ։ Արդյոք նրա տեղն է այնտեղ։ Եվ 2 ամիս այդ մարդը ոնց է այնտեղ կալանք կրելու, չէ՞ որ մայրը աղաչում էր, որ տնային կալանք թող լինի, բայց ինքը կարողանա հոգ տանի։ Դուք ինչ որ մտավախություն ունեք, որ տունը կալանք կրելուց ինքը կարող է ինչ որ այլ գործողություններ անի, հա։ Հիմա գիտեք ինչ, ես որպես իրավապաշտպան դատապարտում եմ նրա նման գործելավոճը, չէ դատապարտի երևի թե միգուցե է, որ չլներ խտրական, ասեք տեսեք այս կարմիր բերետ կոչվածները, ոստիկանները, եռաբլուրում, ամենտեղ մայրերի վրա բռնություն են կիրառում, ունենք չէ այդ կադրերը, մի հատ նորից ցույց տանք, արդյոք Դավիթը նման բան է արել, որի համար կարելի է այս տղային իր հիվանդություններով տեղափոխել, նրա առողջական վիճակը վատթարանում է, լավ ում դուք մարդասպան չեք։ Ինչ անելու այդ տղան, եթե տնային կալանքի տակ գտնվի, այո, որպես իրավապաշտպան, նման խտրական մոտեցումը, նման խտրական արդարադատությունը դատապարտում եմ, իսկ որպես կին, ծնող եւ մայր, հորդորում եմ, պահանջում եմ, խնդրում եմ, ես երբեք իմ համար բան չեմ խնդրել, բայց ելնելով տղայի առողջական վիճակից, ելնելով նրա ծնողների վիճակից, տնային կալանք թող կրի, գոնե, այս տղան թող կրի տնային կալանք, որպեսզի մայրը կարողանա հոգ տանել։ Ես կարծում եմ, որ ողջամտությունը այս դեպքում կհաղթի, անհապաղ այս տղայի խափանման միջոցը փոխեք, որովհետև սա կարող է բերել անդառնալի հետևանքների, էլի եմ ասում, դուք բոլորը ծնող եք, սա
անելու բան չի։ Վստահաբար եմ ասում, սա անելու բան չի։ Այսքանը եւ խնդրում եմ, որ իմ հոգու ճիչն էլ լսեք։ Ինչի եք դուք ստիպում, որ մայրերը դուրս գան փողոց։ Ինչի համար։ Մենք բոլորս այսօր Դավիթի ծնող ենք, որտեվ մենք բոլորս ենք ծնող։ Ամեն մարդ թող պատկերացնի, որ իր երեխայի հետ լիներ։ Էլի եմ ասում, Տիկին Վարդապետյան, նորից ձեզ եմ դիմում։ Հիմա ով է առավել վտանգավոր, Ջոմարդյանն ու Ջոմարդյանա տիպերը, որոնք շարունակաբար մարդ են ծեծում, մարդ են նսեմացնում, մարդ են հայոյում, մարդ են ստորացնում ու դուք անպատիժ եք թողել։ Տեսեք, ուրիշի վրա չեմ բերում, իմ հաղորդման վրա հարուցված քրեական վարույթով նախաձեռնված։ Դուք իրանց թողնում եք անպատիժ, բա ի՞նչն է ձեզ խանգարում Տիկին Վարդապետյան, որ դուք լինելով կին, նույն Ջոմարդյանին կանանց հայհոյելու, ծեծելու, ստորացնելու համար տանեիք կալանքի, չէ, Դավիթին սարքել եք գել ու գազան, այսօր տարել եք կալանքի, սա հակառակ գովազդ է ձեր հայտարարած ժողովրդավարության, օրենքի միատեսակ կիրառության եւ ոչ խտրական արդարադատության, ականջալուր եղեք, օրենքը մարդու համար է գրված, օրենքը պետքա ծառայի մարդուն, օրենքը չի կարող հակամարտկային դեմք ունենալ, Դավիթը հանցագործ չի, ես չեմ ուզում մտնեմ նախաքննության մեջ, թող տնային կալանք կրի այս տղան, գոնե առողջական վիճակը լավանա, հետո ինչ ուզում եք արեք, բայց իրականում եմ ասում, ես իրականում չեմ ուզում ավել բառեր, շատ մեծ ցավ եմ ապրում եւ սատարում եմ Դավիթին, ինչով կարող եմ պիտանի լինել, ես պատրաստ եմ, ինչպես նաեւ կարծում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր մայրերը, այսքանը